Միացյալ Նահանգները կրկին հարվածել է իրանական ռադարների եւ անօդաչուների արձակման կայանների, ինչին ի պատասխան Իրանն էլ թիրախավորել է ԱՄՆ դաշնակից Քուվեյթում գտնվող ամերիկյան բազան։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Գորուկ քաղաքին եւ Քեշմ կղզուն հասցված հարվածներն ինքնապաշտպանական էին։ Նաեւ նշվում է, որ դրանով ԱՄՆ-ն մասամբ պատասխանել է օրեր առաջ Իրանի կողմից ամերիկյան անօդաչուի խոցմանը, որը ըստ Վաշինգտոնի անցնում էր միջազգային ջրերի վրայով։ Կողմերը զոհերի եւ վիրավորների մասին չեն հաղորդում։ Իրանը հաստատել է, որ ամերիկյան հարվածներից հետո հարվածել է Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ավիաբազայի, որը Թեհրանի պնդմամբ ԱՄՆ-ն օգտագործել էր Իրանի վրա վերջին հարձակումների ժամանակ, սակայն չի հստակեցրել, թե որ երկրում գտնվող բազային է հարվածել։ Սա ամերիկյան առնվազն երրորդ հարվածն է Իրանին ապրիլից անժամկետ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո։ Մինչ այդ հակասական հայտարարություններ են հնչում Վաշինգտոնից ու Թեհրանից խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ։ Ամերիկյան հարվածներից հետո Դոնալդ Թրամփը դարձյալ վստահեցրել է, թե հրադադարի իր առաջարկած համաձայնագրով Թեհրանը միջուկային զենք չի ունենա։ Սպիտակ տան ղեկավարը սոցցանցում գրել է, որ փաստաթղթում շատ հստակ նշվում է դրա մասին։ Մինչ այդ էլ նա թեմային անդրադարձել էր Fox News-ին տված հարցազրույցում։ Ես մի երաշխիք պետք է ունենամ, որ Իրանը երբևէ միջուկային զենք չի ունենա։ Նրանք համաձայնել են դրան։ Նրանք ի սկզբանե ասել էին, որ միջուկային զենք չեն մշակի։ Ես էլ ասացի, իսկ եթե հանկարծ գնեք, հիմա փաստաթուղթը սահմանում է, որ նրանք չեն մշակի կամ որևէ կերպ չեն գնի միջուկային զենք։ Իրանի արտգործնախարարության խոսնակը հերքել է, թե բանակցում են միջուկային ծրագրի շուրջ։ Ըստ Էսմայիլ Բաղայիի, այս փուլում առաջնահերթությունը պատերազմն ավարտելն է։ Բաղային նաև ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարը խախտելու համար, նշելով, որ դա միայն խորացնում է անվստահությունը։ Հրադադարի խախտումները ինքնին վկայում են, որ Միացյալ Նահանգները գործում է ոչ իրավաչափ եւ անբարեխիղճ, եւ դա պարզապես խորացնում է առկա անվստահությունը, որը իրավացիորեն պետք է միշտ նկատի ունենանք ամերիկյան կողմի հետ ցանկացած փոխազդեցության ժամանակ։ Բաղային նաև ասել է, որ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունը պաշտպանելու համար։ Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին մեղադրել է ԱՄՆ-ին հրադադարը չպահպանելու համար։ Մինչ այդ էլ ասել էր, որ Իրանը մեջբերում չի վստահում թշնամու խոստումներին։ Մինչև մենք չհամոզվենք, որ Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանված են, մենք չենք հաստատի որևէ համաձայնագիր։ Ու մինչ խաղաղության հեռանկարն անորոշ է, Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Հեզբոլայի դեմ Լիբանանի հարավում։ Կա 1 տասնյակից ավելի զոհ, 30-ից ավելի վիրավոր։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումը եւս պատասխան հարվածներ է հասցրել։ Իսրայելցի 1 զինվոր է սպանվել։ Հերթական գործողությունից առաջ իսրայելական բանակը Լիբանանի մի քանի բնակավայրերի բնակիչների հորդորել է լքել իրենց տները։ Ալ Ջազիրան ամերիկացի պաշտոնյայի հղումով հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղարը հանգստյան օրերին առանձին բանակցել է Լիբանանի նախագահի եւ Իսրայելի վարչապետի հետ եւ նոր առաջարկ ներկայացրել էսկալացիան մեղմելու համար։ Ըստ այդմ Հեզբոլան պետք է դադարեցնի բոլոր հարձակումները, Իսրայելն էլ զերծ կմնա մայրաքաղաք Բեյրութում հետագա սրացումից։